Մեկ հարց եմ ուզում ավելացնել, կարծում եմ մեկ հիմնական խոչընդոտ կա վերջապես խաղաղության համաձայնագիրը ստորագրելուն, դա սահմանադրության փոփոխությունն է Հայաստանում, երբ եք ակնկալում, որ դա տեղի կունենա կամ տեղի կունենա արդյոք եւ ինչ եք կարծում հայերը կաջակցեն դրան։ Շատ շնորհակալություն։ Մեր ռազմավարությունը հետեւյալն է։ Հայաստանը դարձնել այնպիսին, որ կարողանա մեր տարածաշրջանում ապրել առանց արտաքին օգնության եւ արտաքին աջակցության։ Այսպիսով, ես կարծում եմ, որ շատ կարևոր նրբություն է սա արտաքին կապերը միջազգային հանրության հետ կամ գործընկերների հետ ընդհատելու մասին չէ խոսքը։ Մեր նպատակն է կարողանալ քննարկել մեր տարածաշրջանային օրակարգը, մեր տարածաշրջանի երկրների հետ եւ կարողանալ ստեղծել, այսպես ասեմ, ներդաշնակության, համերաշխության մթնոլորտ, որքան դա հնարավոր է, քանի որ մենք ցանկանում ենք երբևէ չենք ունենա իրավիճակ, որում կլինեն 0 խնդիրներ, այսինքն ինչ է տեղի ունենում։ Գիտեք, խնդիրները ամենուր կան խնդիրներ եւ Եվրոպայում կան բազմաթիվ նշբություններ, այսպես ասենք, անգամ լարվածություն պետությունների միջև եւ այլն, սակայն առաջնորդումը այդ բոլոր իրավիճակները կառավարելու առումով կարողանալու ստեղծել խաղաղություն եւ պահպանել խաղաղությունը եւ թե ինչու հիմա որն է մեր խոսույթը։ Մենք ասում ենք, որ խաղաղությունը հաստատված է, միանշանակ, եւ մենք դա կարողանում ենք տեսնել տեղում, գետնի վրա, բայց մյուս կողմից ամենօրյա խնամքի կարիք ունի դա, առանց չափազանցնելու, ամենօրյա խնամքի կարիք ունի եւ առանց ամենօրյա խնամքի եւ հոգացության այն ռիսկի ենթարկված կլինի հաստատ։ Ձեր հարցը, այո, գիտեք ինչ, մեր դիրքորոշումը շատ բաց է, քանի որ երբ Ադրբեջանը այդ մտահոգությունն է առաջ քաշում ասելով, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Ադրբեջանին դեմ, չձանձրացնեմ ձեզ, բայց մենք կարող ենք ապացուցել, որ որևիցե տարածքային պահանջ մեր սահմանադրության մեջ չկա Ադրբեջանի նկատմամբ։ Եվ մենք կարող ենք ապացուցել դա դե յուրե եւ ապացուցել դա գործնականում ավելին, գիտեք, Հայաստանում էլ գիտեք կան որոշ մեկնաբանություններ եւ ընթերցումներ Ադրբեջանի սահմանադրության, որոնց համաձայն տարածքային պահանջներ կան Ադրբեջանի սահմանադրության մեջ Հայաստանի նկատմամբ, սակայն ինչու մենք չենք առաջ քաշում այդ հարցը, ինչու մենք առաջ չենք քաշում, չենք բարձրացնում այդ հարցը, որովհետեւ agreed upon text of agreement establishment of peace խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որը նախաստորագրվել է Վաշինգտոնում, բոլոր այդ հարցերը անդրադարձված են Իմ միջայլոց արդեն դա հրապարակված փաստաթուղթ է եւ բոլորը կարող են այն գտնել համացանցում եւ ընթերցել։ Առաջին իսկ հոդվածում այդ համաձայնագրի դրույթ կա, որի համաձայն Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, հաշվի առնելով, որ խորհրդային ժամանակների վարչական սահմանները դարձել են պետական սահմաններ, դրա հիման վրա Հայաստանը եւ Ադրբեջանը որևէ տարածքային պահանջներ չունեն միմյանց նկատմամբ եւ պարտավորվում են այդպիսի պահանջներ չբարձրացնել, չներկայացնել ապագայում։ Մեկ դրույթ էլ կա այդ նախաստորագրված համաձայնագրում, որի համաձայն կողմերից ոչ մեկը իրավունք չունի իր ներպետական օրենսդրությունը մեջ բերել, վկայակոչել, չկատարելու համար այս համաձայնագիրը եւ այլն։ Ավելին մեր սահմանադրության մեջ դրույթ կա, որի համաձայն վավերացված միջազգային փաստաթղթերը
ավելի բարձր իրավաբանական ուժ ունեն, քան ներպետական օրենսդրությունը։ Ուստի ընդհանուր առմամբ ուղղակիորեն պատասխանելով ձեր հարցին, եկեք պատկերացնենք, որ հիմա խաղաղության համաձայնագիրը ստորագրվում է, դրանից հետո մեր սահմանադրության եւ օրենսդրության համաձայն մենք պետք է դա ուղարկենք սահմանադրական դատարան, որպեսզի վերջինս ստուգի այդ համաձայնագրի պատասխանությունը մեր սահմանադրությանը։ Եվ երբ մենք այն ուղարկենք սահմանադրական դատարան, երկու տարբերակ կա։ Առաջինը, եթե սահմանադրական դատարանը որոշի, որ այն ամբողջովին համապատասխանում է մեր սահմանադրությանը, ապա խոչընդոտ չկա, որ դա վավերացվի, այդ համաձայնագիրը վավերացվի, եւ երբ այն վավերացվի, մեր սահմանադրության համաձայն այն կստանա բարձրագույն իրավական ուժը մեր երկրում։ Ես հրապարակավ ասել եմ, որ եթե մեր սահմանադրական դատարանը մնում է դատարան, եթե միգուցե որոշի, որ այն չի համապատասխանում մեր սահմանադրությանը, ես արդեն հրապարակավ ասել եմ, որ անձամբ ես կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ, ինչու եմ ես փորձում բացատրել սա, որովհետև իրականության մեջ որևէ խնդիր եւ խոչընդոտ չկա մեր սահմանադրության մեջ։ Եթե մենք խնդիրը անաչառ կերպով դիտարկենք ու մենք պատրաստ ենք արձագանքել Ադրբեջանին ուզող հարցերին, նստել եւ քննարկել նշբությունները իմիջայլոց, գաղափար կար անգամ միջազգային իրավաբանական փորձաքննություն անցկացնել այս հարցի պատասխանը հասկանալու համար, բայց գիտեք, մյուս կողմից իմ պատասխանը լիարժեք չէր լինի, եթե չնշեի մի այլ նշբություն։ 2018 թվականից մենք ներսում իմիջիայլոցը կապված է միայն մեր ներքին խնդիրների հետ եւ մեր ժողովրդավարության ամրապնդման հետ եւ մեր պետականության ամրապնդման հետ մենք ունենք եւ ունենք օրակարգ ընդունելու նոր սահմանադրություն եւ վերջերս մեր կուսակցության համագումարի հռչակագրում մենք հռչակեցինք, որ մեր ժողովրդից նոր մանդատ ստանալուց հետո 2026-ի ընտրությունների արդյունքում մենք կնախաձեռնենք ամբողջովին նոր սահմանադրության ընդունումը Հայաստանի Հանրապետության համար։ Սակայն դա գիտեք, մենք չենք քննարկում այս թեման, քանի որ ամբողջովին ներպետական թեմա է սա։ Մենք այն չենք քննարկում Ադրբեջանի հետ խաղաղության շրջանակում, քանի որ դա ամբողջովին մեր ներքին խնդիրն է եւ այո, ես համոզված եմ, որ մեր ժողովուրդը կքվեարկի նոր սահմանադրության օգտին, քանի որ դա վերաբերում է մեր ժողովրդավարության ամրապնդմանը, պետականության ամրապնդմանը, անկախության ամրապնդմանը եւ իհարկե այն հնարավոր է ունենա որոշ տարածաշրջանային ու միջազգային ազդեցություն եւս։ Շատ շնորհակալ եմ։